Լավ, եղբայրներ քուրեր ջան, բարի երեկո անգամ եւս աղոթքով այս ժամը տիրոջ անցնենք։ Եկնորայր ով դեր парքինգ դալիս քեզ, որ մեր սիրտը քոնն է, որովհետև դու մեզ սիրեցիր, քո որդին զոհեցիր մեզ համար։ Եվ այս ճշմարտությունը դեր մենք փորձարապար վայելած ենք, գիտենք, հասկանում ենք, որովհետև քո խոսքը հստակ է, ով դեր մենք ցանկանում ենք ավելի դեր քեզ նմանվել, ավելի դեր մաքուր լինել քո առաջ, որովհետև գիտենք մենք մեր դժվարությունները ունենք, մեր ցախողությունները ունենք, մեր տկարությունները ունենք եւ մեր մեղքերը ունենք։ Բայց դեր գիտենք, որ մենք փրկիչ ունենք, որ այս բոլորից ինքը մեծ է եւ ինք կարող է, ինք մեր բարեխոսն է քո առաջ Հայր Աստված, ով դեր դու մեզ օգնիր, որ ինչ որ այս երեկո մենք պիտի զրուցենք քո խոսքից հետ, սերդենք դեր այդ բոլորը նպաստեն մեր հոգևոր աճի համար, ով դեր շնորհակալ ենք մեր եղբայր քուրերի համար, որ նրանք իրենց ժամանակը դրամատրած են, որբեսի միասնապար դեր քո ներկայության մեջ լինենք։ Մենք հավատում ենք, որ դու այստեղ ես, քո խոստումների համաձայն։ Դու ներկա ես մեր մեջ, քո խոսքի միջոցով, քո Սուրբ Հոգու միջոցով, ով դեր օգնիր մեզ, որ ինչ որ ուսումնասիրենք, ինչ որ զրուցենք քո խոսքի նկատմամբ, մեզ անգամ եւս շինիչ լինի, հոգեորապես մեզ զորացնի մեր հավատքը Քրիստոսի մեջ, որովհետև ցանկի պայքարները լիքն են ամեն օր, եւ պետք ունենք դեր այսպիսի կարևոր թեմայի առումով, որ մեր հավատքը հստակ լինի մեզ համար քո առաջ եւ իրար առաջ, որովհետեւ դեր կարողանանք իրար մենք մեր կյանքով խրախուսել, մեր օրինակով դեր քաչալերել եւ օրհնություն լինել իրար քո парքի համար։ Օգնիր մեզ ով դեր, որովհետեւ այս թեման ոնց որ զգայուն թեմա է, դու ավելի լավը գիտես, Տեր Սուրբ Հոգին ինքը մեզ առաջնորդի քո խոսքով, մեր ուսուցիչը ինքն է, մենք վստահում ենք նրա քո խոսքից Հիսուսի անով, ամեն։ Շատ լավ եղբայրներ քուրեր ջան, ինչպես արդեն իսկ գրեթե 40 կամ 45 րոպե առաջ սկսեցինք, այսօր պիտի ուսումնասիրենք մեկ թագավորների գրքից, ապա քալ անգամվա համար կպահենք։ Արազ եղբայրը ինքը հարց մտվեց եւ կարող է ասենք, որ հետեւյալ հարցը ոչ թե միայն ոչ հավատացյալների, հաբա հետեւյալ հարցը նույնիսկ հավատացյալների համար ալ շատ ադեն հավատքի առումով խոչընդոտ է, դժվար հարց է, դժվարամարս հարց է, սովորաբար օրինակ մեկը որ չի հավատում Աստծո գոյության, այս հարցը տալիս է։ Չարի հարցը, չարի մասին խոսում ենք, չարի ներկայության մասին խոսում ենք։ Հարցը հետևյալ ծևով սովորաբար դրվում է. եթե Աստված կա, եթե Աստված բարի է, եթե Աստված ինք ամենաուժեղ է, ինչու համար չարը կա։ Եթե բարի Աստված կա, ուրեմն ինք պետք է ուզի, որ չարը չլինի, բայց քանի որ չար կա, ինչու կա, միթե ինքը ցանկություն չունի չարը խափանելու, կամ կարողությունը չունի, զորությունը չունի, որ ինքը չարը խափանի։ Ուրեմն Արազ եղբայրը հետևել հարցը տվեց, այդ հարցով սկսենք, հիշում ես Արազ ջան, այդ հարցով սկսենք եւ այդպեսով շարունակենք։ Իմ հարցը հետևյալն էր, եթե Աստված գերիշխան է, ու մենք ունենք մեր պատասխանատվության մասը, ապա որն է մեր պատասխանատվությունը ինչու՞մն է կայանամ, մենք ինչու ենք պատասխանատու։ Հա, ուրեմն Արազ եղբայրը այս ծևով ներկայացրեց, որ չարի գոյության հարցի հետ կապ ունի, ինչու չարը կա։ Ինքը այսպես ներկայացրեց հարցը այդ դիտանկյունից. եթե Աստված գերիշխան է, գերիշխան ասելով գերագույն իշխան, այսինքն նրա համար անկարելի բան չկա, մինչև այն ադեմ, որ ինչ որ մենք ասում ենք անկարելի մի բան, սա գաբ ունի նրա բնութագրի հետ։ Մենք գիտենք, որ զորօրինակ Աստված ինք սուտ չի խոսում, մեղ չի գործում։ Սա չի նշանակում, որ իր անկարողությունը սուտ խոսելու կամ մեղ գործելու, սա տերությունն է իր բնութագրի վրա։ Մենք գիտենք հակառակն է։ Հակառակը։ Բարձրապես որ ինքը չի կարող սուտ խոսել, սա չի նշանակում, որ սա Աստծո տկարությունն է իր նկատմամբ։ Ոչ։ Ուրեմն եթե Աստված Արազեղբոր հարցը հետևյալն է, եթե Աստված գերիշխան է, ամեն բանի կարող է, ամեն բան իր ձեռքն է, ուրեմն ինչ լինում է,
մեր բադասխանատվության հետ, if God is sovereign, what about our human responsibility, անգլերենով? Ինչու մեր մեջ եղբայրներ կան, որ անգլերենով ավելի կարող է ըմբռնեն։ So, եթե ասված ինք գերիշխան է, ինչու ինձ եւ քեզ ինք ասում է, որ մենք մեղանչում ենք, ինք մեզ հանցավոր գտնում է այդ հասկացողությունով, երբ ինք ամեն բան նրա ցերկն է։ Հիմա այս հարցը մեկը կարող է հիմա հարց տալ, ինչ կապ ունի չարի հարցի հետ։ Վերջերջո այնտեղը պիտի կանք, որովհետև այս բոլոր հարցը ազո գերիշխանության մարդու բարդավորվածության վերջո չարի գոյության հետ կապ ունի, թե ինչու համար Աստված ոչ թե մեն ինք արդոնեց, ապա սահմանեց, որ չար լինի։ Այս ամեն չարությունը, որ մենք մեր չորս կողմը տեսնում ենք, ամեն այս մեղքերը մենք ալ մեջ լինելով, որ մեղք գործում ենք, ամեն այս պատրազմները, աղետները, մահերը, դժբախտությունները, այս բոլորը լինում են, որովհետև չարը կա, չարը գոյություն ունի Աստծո արարչագործության մեջ։ Իհարկե, այսպիսի հարցերը դարբեր մեր մտքերում հարցեր հիմա տալիս է, չէ, որովհետև հիմա մի քիչ կջուղավորվենք, բայց մեկ առ մեկ հիմա առած եղբորը հարցով սկսենք եւ հետո նայենք դերը մեզ ոնց առաջորդում է այդպիսով։ Աստված գերիշխան է։ Սուրբ Գիրքը մեզ հայտնում է, որ Աստված ինք գերիշխան է։ Գերիշխան ասում ենք, այսինքն ինք ամենակարող է ամեն բանի նկատմամբ ամեն բանի մեջ։ Եվ ամեն բան նրա համար է, նրա նպատակների համար է, որ ստեղծված է։ Ոչ մի բան չկա, ինչպես որ Հռոմայացիների 11:36-ում ասում է, Հռոմայացիների 11:36 հետևյալը ասում է։ 33-ից կարդանք, ինչու որովհետև երբ Հռոմայացիների 9:10, 8:9-10-11 գլուխները կարդանք, Աստծո գերիշխանության մասին խոսում է, դարբեր ծևերով, նամանավանդ մեր փրկության նկատմամբ։ Հետո 33 համարում այսպես ասում է. ով Աստծո մեծության, իմաստության եւ գիտության խորություն, ինչքան անքննելի են նրա դատաստանները եւ անզննելի են նրա ճանապարհները, ով Տիրոջ միտքն իմացավ, կամ ով նրան խորհրդադու եղավ, կամ նրան ով նախապես մի բան տվեց, որովհետեւ դա ադուցումը նրանից ստանա, որովհետեւ նրանից, նրանով եւ նրա համար է ամեն բան։ Նրանից, նրանով եւ նրա համար է ամեն բան, նրան փառքավիճան ամեն։ Այսինքն Աստուծո կողմից է, իր միջոցով է ամեն բան, որ գա ունենք եւ ինչ որ ենք։ Եվ նրա համար է, նրա փառքի համար է ամեն բան։ Այս արարչակորությունը, որ եղած է, ինչ որ գիրագի օրնալ, հիշում եմ, ասեցինք, որ մեր քեֆի համար չէ, մեր լավության համար չէ, մեր հանգստի համար չէ, մեր ավիդենական, այսինքն քեֆին հանգստանալու, Աստծո ներկայության բարի կյանք վայելելու համար չէ։ Այդ բոլորը այո, մաս կազմում են այս բոլոր օրհնության, որ Աստված ինք տալիս է, ինչու որովհետև եթե մեկը իր անձը Աստծո գամքին հպատակեցնում է, եւ Աստծո գամքի ինչ է այստեղ, որ մարդիկ Քրիստոսի դառնան ապաշխարությունով, այն ադեն այդ օրհնությունները վայելում են, ինչ որ Աստված ցանկացած է, որովհետև Աստված երբ ինքը օրհնությունը մարդկանց տալիս է, դու որ եւ ես որ այդ օրհնության համաձայն հնազանդվեմ նրան, այդ օրհնությունը վայելում եմ։ Սա բարձ է։ Ուրեմն ամեն բան նրա համար է։ Հիմա այստեղից հետևցնելով եւ ինչ որ Արազ եղբայրը ասեց, եթե Աստված գերիշխան է, ուրեմն միթե ինչ որ բադահումը ինձ եւ քեզ եւ այս մեր կյանքում Սուրբ Գրքում ամեն ուրեք, միթե ամեն բան իր գամքի մեջ է, եթե իր գամքի մեջ է, ոնց իր գամքի մեջ է, որովհետեւ բարին հասկացանք, հա? Չարը ոնց իր գամքի մեջ է։ Եթե չարը բադահումը ոնց չարը իր գամքի մեջ է։ Եթե Աստված գերիշխան է, ոնց ես ու դու բարդավորվածություն ունեմ, responsibility ունեմ Աստծո առաջ, քանի որ եթե ամեն բան նրանից է, նրանով եւ նրա համար է, եւ ինք ամեն բան ինչպես որ գիչ առաջ հարցը դրվեց, ինքը թույլ տալիս է,
մենք ասեցինք Աստված ոչ թե միայն թույլ տալիս է ինչ որ բադահում է, հաբա սահմանում է եւ թույլ տալիս է ինչ որ բադահում է։ Ոչ մի բան չկա։ Ես այսօր գեսորեք մի բան մտածում եի, էլի աս խորհուրդով հետեւյալ ցեվով որ ով ալինի, եթե անդրադառնա որ Աստված ինք ամենագարող է եւ ամենագետ է եւ ամեն բան գիտե, ուրեմն հավիտենական Աստված լինելով մենք գիտենք Սուրբ Գրքից որ Աստված հավիտենականությունից ամեն բան գիտե եւ ինչ որ Աստված գիտե սրանից առաջ ասած ենք քարոզներում հիշում եմ ասած եմ ես կոնե ինչ որ Աստված մենք ասում ենք գիտե ինք գիտե որովհետեւ ինք որոշած է ըսելով գիտե ինչ պիտի անե կամ ինչ պիտի չանե չէ թե ոչ եթե Աստված որոշած չլինի որ մի բան բադահի կամ չբադահի Աստված չկարող գիտնալ դա որովհետև դա իր հասկացողության մեջ չկա այդ առումով բայց քանի որ Աստված ինք ոչ թե միայն ամեն բան գիտե ինք ամեն բան սահմանած է ասելով ամեն բան գիտե սկզբանից եւ Աստված որքան հավիտենական է իր բոլոր գիտածը միայն գիտածի մասին խոսելով հավիտենական է չկա ոչ մի բան որ Աստված սկզբանից չգիտե մեկ պատկերացրեք մի հատ Աստված որքան հավիտենական է նրա համար նոր բան չի գա որ ինքը կսովորի ոչ այսօր ոչ երեք ոչ ալավիդյան այսինքն ինքը ծրագրում է դրա համար գիտի ինչա ինքը որովհետև սահմանում է ծրագրում է նրա համար գիտի ինչ կպատահի կամ չի պատահիր եւ նրա համար ազոկով չկա այդպես բան ուպս չգիտե ինչ մի պատահի չկա այդպես մի բան որ սուրպրիզի չէ չէ չկա այդպես սահմանում է ինչ հա եւ Աստուծո սահմանածը որովհետեւ Աստված ինքը արդար է բարի է սուրբ է հավատարիմ է նրա համար է որ այս բոլոր որոշումների մեջ ոչ մի ցևով անարդարություն չկա հիշում եք քանի ամիս առաջ որ ռոմայացիների 9 սերտեցինք Աստված այս բոլորը ըրած է իր արդար ազատ գամքի համաձայն ինչու իր արդար ազատ գամքի համաձայն մեր ազատ գամքը մի քիչ առաջ խոսում էինք մեր ազատ գամքը մեղքի գերի է it's a slave to sin our free will human free will is a slave to sin այսինքն մենք որ ասում ենք ազատ կամք մարդ արարածը որ ազատ կամք ունի ասում ենք այո ազատ կամք ունի բայց ոնց ազատ կամք ունի իր բնութագրի համաձայն Աստծուց անկախ ազատ կամք ունի Աստծուց անկախ ազատ կամքը ի՞նչ է մեռած կամք է հոգևորապես ինչ որ Եփեսացիների 2-ում ասում է 1-3-ում որ ասում է որ դուք մեռած եք մեղքերի եւ անցանքների մեջ ինք ցեզ գենթանացրեց Սենց կանենք ձևակերպենք մեր ազատ կամքը մեր փառքն է փնտրում Աստծո կամքը Աստծո փառքն է փնտրում այսինքն մեր անձը որ փնտրում է իր փառքը մեղք է գործում Աստծո այսինքն Աստծուց անկախ փառք է փնտրում եւ որ մեկը ասում է որ ես ազատ կամք ունեմ եւ այդ հասկացությունով մարդ առած այո ազատ կամք ունի բայց իր ազատ կամքը միտե ճշմարիտ ազատ կամք է ոչ նրա համար է որ շատ մավադացյալներ եւ շատ աստվածապաններ ասում են որ այդ հասկացությունությամբ ուրեմն մենք կարող ենք ասել եզրակացնել որ մարդ առածը որ դակավին ճշմարտապես քրիստոնյա չէ ապաշխարությունով ազատ կամք չունի եւ համաձայն ենք սրա նկատմամբ ինչու որովհետեւ եթե մեկը Քրիստոսի թշնամի է դեր դակավին իր մեղքերը հանձնած չէ Քրիստոսի հավատացած չէ Քրիստոսի մեջ դակավին ըմպոստության մեջ է ազոտեմ ոնց որ մահացած դիակներու բես է դիակ մնե որ գենթանի է դրսից բայց ինքը ներքինում գորած է հոգևորապես նրա համար է որ մեկը պետք ունի որ իր մեղքերը Քրիստոսի հանձնի որ վերստին ծնունդ ունենա վերստին ծնունդով այդ մեղքի մեջ շղթայված հոգին նախկինում ազատվում է այդ շղթաները իր գամքը ազատում են եւ նրա համար է որ ավադացյալը միակ անձն է ճշմարիտ քրիստոնյան այս երկրում միակ անձն է որ կարող է այո ասել Քրիստոսի կամ ոչ հավատացյալը նրա համար է որ դու եւ ես իբր հավատացյալ մենք կարող ենք երբեմն մեղք գործել գիտնալով որ մենք չմեղք գործենք բայց ոչ հավատացյալը ինքը բարձր մեղք գործում է Արթուր եղբորս ասի նման
ոչ թե Աստծո բարքի համար իր ցանկության համար մեղ գործում է, ոչ հավատացյալը։ Իր բարքի համար մեղ գործում է, իր ուզածի համար, լավության համար, իր հանգստի համար։ Բայց ճշմարիտ հավատացյալը այդպես չէ։ Այսինքն սենց էլ կա, եթե անգամ բարի մի բան անում եւ դա նորմալ է չափանիշ աշխարհի մեջ, բարի գործ, անգամ այդ բարի գործը նորից մեղք է համարվում եւ իրազատ կամքով նորից մեղք է գործում, անգամ նրանով եթե բարին է գործում։ Արթուր եղբայրան, բարի գործը, որ ասենք Չափանիշի չափանիշը ով է բարի, Աստվածը։ Հիմա եթե իմ ըրած բարի գործս բարձրապես մարդկային դիտանկյունից է, իմաստ չունի։ Որ իմանան բարի գործ, ասեն բարի մարդ է, չէ՞, ինչ լավ մարդ է։ Հա։ Անգամ այդ լավ մարդը աշխարհի մեջ իրապես եթե լավն է, լավ գործեր անում, չէ՞, մարդկանց բարերարություն, նորից Աստծո տեսանկյունից մեղք համարում, քանի Այո։ որ իր փառքն է փնտրում։ Իր փառքն է փնտրում, բայց այն բարի գործը, որ Աստծո կամքի համաձայն է եւ Քրիստոսի միջոցով է, փրկված կյանքի միջոցով է, այդ բարի գործը հաշվվում է, համարվում է քո հաշիվի մեջ, քո երկնային ասենք դրամադան, եթե դրամադուն բառը օգտագործեմ, հասկանում եք, այսինքն քո քեզի դրվում է ոնց որ կրեդի է, սա քոնն է, Աստված տալիս է սա։ Բայց առաջ որ մեր բարի գործը մենք կարողանանք Աստծո կամքի համաձայն անել, պետք է որ մեկը իր մեղքերը խոստովանի Աստծո, ասե ով Տեր, ես հասկանում եմ, ես մեղավոր եմ, ես չեմ կարող ինձ փրկել, բայց գիտեմ դու փրկիչ ուղարկած ես, զադի գտոնեցինք մի քանի շաբաթ առաջ, դեռ մեկ ամիս չեղավ։ Ինչու զադի գարեցինք։ Ինչու։ Որբեսի ծուխանք, ոնց որ այս տարբեր կասեվենիկներ ուտենք, ինչու համար։ Զադի գտոնեցինք հիշելով, որ միայն Քրիստոսով մենք կյանք ունենք։ Սա է խորհուրդը զատկվա, իմաստը զատկվա։ Եվ այս բոլորը գաբ ունի չարի հարցի հետ։ Ինչու Հիսուս։ Ինչու չարը։ Չարգա ասելով Հիսուս պետք է լիներ, չէ՞։ Եթե չարը չլիներ, ինչու Հիսուս պետք է լիներ։ Հարգը չկա, պետք չկա, եթե չար չլիներ։ Քանի չարը գա ասելով մեղք կա։ Մեղքը ասելով Աստված որոշեց, որ փրկիչ լինի կամ ալ բադիշ, եթե մեկը որ չընդունի փրկիչին։ Հիմա առած եղբորը հարցը էլի վերադառնալով նրա, Աստված գերիշխան է, այո, բայց մենք մարդ արարածներս, որովհետև մեղքերի եւ անցանքների մեջ կորած ենք, մենք լիագադարորեն մեր բնութագիրը հագա Աստվածային է։ Մինչև այն ադեն որ դակավին փրկված չենք, մինչև այն ադեն որ դակավին մեր մեղքերը Քրիստոսով ներված չեն, եւ ոնց մեկը իր մեղքերը կարող է Քրիստոսով ներվել, ըստ Սուրբ Գիրքին, ըստ Աստվածաշունչին, ըստ մեր հավատամքին, հավատա դերս Քրիստոսի եւ պիտի փրկվես, մեղքերը կներվեն, պիտի ասես ով Տեր, ես մեղավոր եմ, ընդունում եմ ինչ որ խոսքը ասում է, ես գիտեմ հավիտենականությունից զուրկ պիտի լինեմ քո ներկայությունից, հավիտենականության մեջ, եթե չաշխարեմ մեղքերիցս։ Եվ Քրիստոս իմ մեղքերիս համար մեռավ, ես ընդունում եմ դա։ Այս պարզ հավատքով Սուրբ Գրքի վկայության համաձայն մեկը կարող է հավիտենական կյանք ունենալ։ Անկամ բարձ է։ Մարդիկ այսօր որքան փող ծախսում են, որ մի քիչ ավելի երկար կյանքեր ապրեն, մի քիչ ավելի լավ, առողջ ապրեն։ Ավասիկ Աստված ասում է, որ դու բամը անելիք չունես։ Հավատա, վստահ եղիր, քանի որ Աստծո խոստումն է սա։ Ուզում ես, ցանկանում ես, քո զգացումներով դա կապ չունի։ Քո զգացումները կարող են խաբել քեզ։ Սատանան պիտի օգտագործի քո զգացումները, որ քեզ խաբե եւ Աստծուց հեռու բահե։ Բայց նկատի ունեցիր, որ ինչ որ անում ես, եթե ուզում ես, Աստծո շնորհով է։ Եթե չես ուզում, Արազի Իսացի համաձայն դակավին այդ բարդավորվածությունը ունես Աստծո առաջ։ Ուրեմն հարաբերությունը գաբը, այո։ Իսկ ինչպես ամենապարզ ձևով սահմանենք, որ որն է Աստծո կամքի մեջ, մի նախադասություն ասենք որ Գալիս են անդեղ Արթուր եղբայրս, այո։ Հա, ճիշտ անդեղ է, որ որ քիչ առաջ Քորս Կարակելոց 2 գլուխը մի հատ նայենք ասեցի, չէ։ Քորս Կարակելոց 2 գնանք 22-23 համարները, որ դասական օրինակներից մեկը Սուրբ Գրքից այստեղ տեսնում ենք Հիսուսի կյանքից հարաբերությունը գաբը ինչը Աստծո գերիշխանության եւ մարդկային բարդավորվածության։ Հիմա հիշեցեք Հովսեփի պատմությունը ծննդոցում։ Հովսեփ
նրա եղբայրները ծախեցին դեպի Եգիպտոս նրանց չարության համաձայն բայց Հովսեփ 45-րդ գլխի մեջ իրենց մի քանի անգամ ասեց երբ ամեն բան բացահայտվեց ասեց մի վշտանաք մի վախենաք դուք չէիք որ ինձ հոս ուղարկեցիք ապա Աստված ոնց նրանք ուղարկեցին Հովսեփ շատ լավ հասկանում է այդ հարաբերությունը Աստծո գերիշխանության եւ մարդկային բարդագորվածության միջև ինքը հասկանում է որ եղբայրները անձավոր են ինք երբեք չասես որ դուք անձավոր չէիք դուք այո արեցիք այսպես բայց Աստված է որ ինք սահմանեց որոշեց որ այսպես լինի որպես ինչու այսքան կյանքեր ապրեն ճիշտ իր պատասխանը դա էր որպես այսքան կյանքեր ապրեն հիմա մենք նոր դակավին ապրիլ 25-24-ը տոնեցինք եղբայրներ քույրեր ջան ես չեմ ուզում այնտեղ գնալ որովհետև վերջին մի քանի օրերը ինձ համար էլի անգամ եւս ցավալի բահեր ունեն ինչու մտորում եմ այդ բաներին ամեն մեկենիսա դարբեր ծևերով սիրելիներ գործունեած ենք 1915-ին եթե չէ կարող է այս վերջին քանի տարիներու ընթացքում ինչու համար Աստված գերիշխան լինելով բարի լինելով արդար լինելով հավատարիմ լինելով քոնե մեր ժողովրդի մասին խոսենք ինք սահմանած է որ այսպես լինի այո կարող է ազերին է թուրքն է հրեան է ռուսն է ամերիկացին է կամ ով որա լինի նրանք մեջի մատ ունեին նրանք են մատ ունին նրանք են վադությունը արեցին բայց Աստված ինք սահմանած էր որ այդպես լինի բայց ես չգիտեմ ինչու համար ես Աստված չեմ որովհետև ես հետո կարող եմ հասկանալ դու հետո կարող ես հասկանալ օրի մեկը որ Աստված այդպես սահմանեց, որ մեր ազգի համար, կամ մեր ազգի անհատների համար այս ծևով օրհնություն լինի, կամ այդ ծևով լինի։ Հիմա ես չեմ ուզում խորանալ ենթադրական ծևերով խոսել, որովհետև ես չգիտեմ, ես Աստված չեմ, դու Աստված չես, մենք չգիտենք այդ մանրամասները, Աստված ինչու երբեմն անում է բաներ, որ մենք չենք հասկանում։ Բայց մի բան գիտենք Աստծո խոսքից, որ Աստված ինքը բարի է, հավատարիմ է, արդար է, սուրբ է։ Ինչ որ որոշ է, ինչ որ սահման է իր գերիշխանության համաձայն, սա ամենալավագույնն է։ Իր փառքի, ինչ որ նրա փառքի համար լինի, վերջո մեզ համար, որ իր զավակներն ենք, մեր լավության համար է ալ։ Որքան այմա դժվար լինի այս հասկացողությունը, դակավի մեզ համար վերջո մեր լավության համար է։ Օրինակ համարներ կան, սա գարտանք, Հռոմեացիների 8:28-ը գարտանք, Հովսեփի մասին հիշեցինք Հիսուսի բարակայում ով Իսրայելացիներ Գործ Կարակելոց 2:22 ով Իսրայելացիներ լսեք այս խոսքերը Հիսուսն ազովրեցուն Աստված ցեզ ցույց տվեց Հիսուսն ազովրեցուն Աստված ցեզ ցույց տվեց զորությամբ, հրաշքներով եւ նշաններով որոնք Աստված ինչպես դուք արդեն գիտեք ծեր մեջ կատարեց նրա միջոցով նրան Հիսուսի այսինքն Աստծո սահմանած խորհուրդով ու գանխագիտությամբ անօրենների ցերկը մատնեցիք եւ փայդի վրա կամելով սպանեցիք եւ նրան Աստված հարություն տվեց եւ այլն հիմա այստեղ արդեն մենք տեսնում ենք մարդկային բարդավորվածություն եւ Աստծո գամքը իր ազատ արդար սուրբ հավատարիմ գամքը իր գերիշխանությունը Աստված ծրագրած էր բրգակորձությունը հավիտենականությունից ինչու որ ամեն որոշում որ Աստված առնում է, որքան որ ինքը հավիտյան է, իր որոշումները, իր խորհուրդները, բանո Աստված ամենակետ է, ամեն մի մոմենտում ինքը գիտի ամեն բան որ կարող է լինի կամ կլինի, ամեն ինչ, եւ ինչպես ամեն դետալները, հիմա օրինակ 1 Պետրոս 1 18-ից 20-ը գարտանք, իմանալով 1 Պետրոս 1:18-ից Իմանալով, որ ծեր հայրենավանդ ունայն կյանքից ոչ թե արձատով կամ ոսկով փրկվեցիք, այլ Քրիստոսի պատվական արյունով, իբրև ամբից ու անարատ գարան։ Հետո նայեցեք ինչ ասում է, որ ինք աստեղ նախ սահմանված բառն է, որ գանխագիտացված բառն է, որ նույն իմաստ ունի, որ նախասահմանված էր նախքան աշխարհի ստեղծումը եւ երևած ժամանակների վերջում ձեզ համար որ նրանով ավադացողներն ենք այն Աստծուն, որ նրան մերելներից հարություն ու փառք տվեց եւ այլն։ Հիմա ինչ ասում է այստեղ։ Ինք
ասում է Պետրոս Արաքյալ, որ մենք Քրիստոսի պատվական արյունով մենք փրկվեցինք։ Եվ այն Քրիստոսը, այն գառնուկը ինք նախասահմանված էր ասում է նախքան աշխարհի ստեղծումը։ Եվ երևաց ժամանակների վերջում մեզ համար, ժամանակների վերջը աս 2000 տարվա համար խոսա։ Ինչու որովհետև բախտադաս հավիտենականության մենք ժամանակների վերջն ենք, այդ փոքր միջոցի մեջն ենք։ Եվ որ ասում է նախքան աշխարհի ստեղծումը, սա չի նշանակում, որ 6000-7000 տարի առաջ, եւ որ աշխարհը մենք հավատում ենք, որ աշխարհի կյանքը 10000 տարի չի գա նույնիսկ։ Սա չի նշանակում, եւ որ ասում է, որ նախքան աշխարհի ստեղծումը, այսինքն այս 6, 7 կամ 8000 կամ 10000 տարի առաջվա մասին խոսում է, նախքան առաջ, ոչ, այդ արդայությունը աշխարհի ստեղծումը նույն խորհուրդ ունի, ինչպես որ Եփեսացիների 1-ում արդեն ասում է 4-րդ համարում, ինչպես որ մեզ նրա միջոցով Հիսուսով ընտրեց աշխարհի ստեղծումից առաջ։ Հավիտենականության նկատմամբ այդ արդայությունը հավիտենականության մասին խոսում է։ Աստված ինչ որ որոշում առնում է, հավիտենականության մեջ առնում է, եւ ինչ որ որոշում առնում է, իմ եւ քո լավության համար չէ բարձաբես։ Նրա փառքի համար է։ Եվ ինչ որ Աստված նրա փառքի համար որոշում առնում է, լավակույնն է բոլորին, նամանավան նրանց, որ ենթարկվում են այդ փառքին, այդ կամքին։ Եթե մենք Աստծո կամքին, փառքին ենթարկվում ենք, մեզ համար իհարկե լավակույնը կլինի։ Հիմա յետ վերադառնալով 1 Պետրոս առաջին գլխի մեջ, Աստված հավիտենականության մեջ ինք արդեն սահմանած էր, նախասահմանած էր, որ Քրիստոս պիտի մեռներ։ Ինչու որ ասում է, չէ՞, դուք ումի արյամբ փրկվեցիք։ Անբից ու անարատ գարան Քրիստոսի պատվական արյունով, որին նախասահմանված էր նախքան աշխարհի ստեղծումը։ Այսինքն հավիտենականության մեջ Աստծո համար արդեն գառնուկը ինչ եղած է, մեռած է։ Չբադահեց տակավին, բայց Աստծո ծրագրում արդեն եղել է։ Հիմա ես ես հարց տամ, եթե Աստված ինքը ծրագրած է, որ գառնուկը պիտի մեռնի, եւ Աստված ամենակարող է, ուրեմն պետք է մեռնի։ Բայց սա միթե Արաս ջան Աստծո համար վատ արարք է սա, իր որդուն թույլ տալը կամ սահմանելը, նախասահմանելը, որ ինքը մեռնի։ Ոչ, բայց ումի ցերկով ինքը մեռավ։ Մարդկանց Գործկարակելոց 2 23 անօրենների ցերկը դուք մատնեցիք նրա եւ փայդի վրա կամելով սպանեցիք։ Հրյաները, գրոնականները, ռոմայացիները եւ բոլոր նրանք, որ չէին ընդունում նրան, ինչու որովհետեւ ինք ոնց որ հագարակ էր նրանց ապրելակերպին, նրանց ուսուցմունքին, որ հագա աստվածային բաներ ունեին։ So, ինչ որ Աստված արեց, եթե օրինակ մը գա, անարդարության ամենակրխավոր օրինակը Սուրբ Գրային արումով ինչ է։ Քրիստոսի մահը, խաչելությունը։ Մենք ասում ենք մեր չարտը գա, կամ հрьяաների հոլոկոստը գա, կամ չգիտեմ ինչ, հասկանում ենք, այո, այս սրանք բոլորը վատ ասենք մոմենտներ են աշխարհի պատմության ընթացքում։ Մենք չենք ասում երբեք, որ սրանք լավ բաներ էին։ Նույնիսկ եթե Աստված ինքը սահմանած է, որ այդպես պատահի, բայց Աստված չսահմանեց, որբեսի ինքը վադություն անի այդ արումով, որ ինքը անի այդ մեղքը։ Մեղքը մարդ արարած անում է։ Մեղքը բադասխանատվությունը մեր վրա է։ Դադաստանի օրը ոչ մեկ հայ պիտի չկարողանա ասել, ոչ մեկ հրյա պիտի չկարողանա ասել, որ մենք քեզ ավատում էինք, ինչու դու մեզ թողեցիր, որ այսպես լինի մեզ հետ։ Ոչ մեկ։ Որտեւ այն մոմենտում, որ ես եթե դադաստանի օրը Աստծո ասեմ, այդպես մի բան եւ Աստված ասե, հա դու շիդակ ես։ Աստված վերջացավ Աստված լինել է այնադեն։ Աստված ուրեմն մեղ կործած էր։ Եթե Աստված մեկ մեղ կործե, չի կարող Աստված լինի։ Այն Աստված, որ մենք հավատում ենք նրա մեջ։ Բայց այդպես չէ։ Աստված այս երկրորդական ագենտների միջոցով, երկրորդական ագենտները ով են։ Մենք, մարդկությունը եւ դիվային աշխարհը։ Նրանց միջոցով է, որ մեղքը գործվում է, ինչ որ ինք սահմանում է, որ բադահի։ Հիմա մեղքի հարցը իր սահմանածը գադարյալ ոչ թե միայն ճշմարտությունն է, գադարյալ արդարությունը ամենը այնտեղ են, որ ինչու Աստված չի կարող, ասենք, իր գամքի հագարակ գնալ։ Հիմա եթե գիտես, փիլիսոփայական հարց կա օրինակ, կարող է Աստված օրինակ քարագուսի մի բանից գլոր մի բան ստեղծի։
Քարագուսին գլոր չկարող լինել, գլորը քարագուսի չկարող։ Կամ այդ փիլիսոփայական հարցը կա, միտի Աստված կարող է ստեղծել, եթե ինքը ամենակարող է, կարող է միտի Աստված ստեղծել անքան մեծ քարմը, ժայռը, որ ինքը չկարողանա հրել այդ քարը։ Եթե Աստված ստեղծել է, կարող է։ Փիլիսոփայական հարց է, բարձրապես։ Սա չի նշանակում, որ շիդակ հարց է։ Ադի բարձրապես մտորելու համար է։ Բայց եթե Աստված մի բան ստեղծել է, չկա մի բան, որ ստեղծվի իր կարողությունները։ իր վերահսկողության տակ չկարող լինել։ Այո։ Որտեվ հա Մեր պատասխանատվությունը ինչու՞ն է կայանում։ մեր պատասխանատվությունը մեր մարդկային ընկած ազատ կամքի համաձայն է, երբ մենք մեղքը գործում ենք, սխալը անում ենք, եւ իհարկե նրա համաձայն հետևանքները վայելում ենք, կամ լավ, եթե լավ բան անում ենք, կամ վատ, կամ ասենք նեղություն գրում ենք, ցավ գրում ենք, վիշ գրում ենք։ Լավ բան ասելով Աստծո կամքի համաձայնանալով։ Չէ, եթե ազգամքի, հա, լավը ազգամքի համաձայն, եթե վատ անենք, ոչ ազգամքի համաձայն։ Իհարկե։ Լավ, եթե մեր կամքի համաձայն է, դա չի համարվում լավ։ Եթե ազգամքի համաձայն չէ, մեր կամքը, այո, այո, այո։ Ուրեմն Սուրբ գրքում էլի լիքը օրինակներ ունենք։ Օրինակ, եթե Հուդայի մասին նույն եղավ, չէ՞։ Հուդայի մասին 23-րդ գլխի մեջը եւ որ Հուդայի մասին ինչու որովհետեւ Սուրբ Գիրքը ասում է, որ սահմանված է, որ ինչ որ պիտի բադահի, բայց վայ նրա ցերկով, այսինքն որդի մարդու նկատմամբ, մի րոպե, հիմա երթամ հատ հատվածը բանանեմ։ Ինչու Հուդան, որովհետև ինք հավատացյալ չէր, եւ Հուդան ինք քող էր, ինք անում էր ինչ որ անում էր, բայց Քրիստոս ինչ որ ինքը պիտի բադահեր նրան ազգամքի համաձայն էր, բայց Հուդայի ցերկով ինքը մատնվեց։ Ուրեմն այդ երկրորդական մարդկային ագենտը մեջը մաս ուներ։ Աստուծո գերիշխանությունը այո որոշեց իր ծրագրի նպատակի համաձայն, որ պետք էր որ Քրիստոսը մահանա։ Եվ ինչու համար մենք արդեն մի քիչ խոսեցանք, ելի ասենք, Աստված ինչ որ անում է իր փառքի, շնորհքի, կովերկության համար է։ Հիշում եք Կիրակի օրը ինչ խոսեցանք եկեղեցին։ Աստված ինչու համար մեզ փրկում է, որովհետեւ իր շնորհը գովաբանվի, բարավորվի հավիտենականության մեջ։ Աստված ինք ցանկացավ, որ մեզի պես փրկվածները ունենա, որպես ինք հավիտենականության մեջ մենք վայելենք իր ներկայությունը եւ միևնույն adin նրա կովապանենք իր շնորհքի համար։ Շնորհք ինչ ասել է։ Շնորհք ասել է, որ դու ինչ որ չէիր արժեր, Աստված քեզ դալիս է փրկությունը, ողորմությունը։ Ես չէի արժեր, դու չէիր արժեր, Աստված տվեց։ Աստված տվեց։ Նայեցեք, օրինակ Ղուկաս 22:22-ում այսպես ասում է. Մարդու որդուն գնում է, ինչպես որ սահմանված է, սա Աստծո գերիշխանություն, Աստծո կամքը, բայց վայան մարդուն, որի ցերկով կմատնվի։ Մարդու բարդավորվածությունը, ինչու Հուդան ինքը չար էր, Հուդան ինքը փողի համար մատնեց Քրիստոսի, փողի համար, 30 արծաթի համար, չէ՞։ Հետո վերջո ինքը զղջաց, բայց արդեն իր զղջումը ճշմարիտ զղջում չէ։ Ինքը բարձրապես քեշ սկաց իր ռացին։ Ինքը երբեք ներողություն չխնդրեց Տիրոջից։ Այդ առումով Պետրոս Արաքյալն էլ Տիրոջը ուրացավ։ Բայց Պետրոս դառնաբես լացավ, այդ լացի մեջ մենք հասկանում ենք, որ ինքը զղջում ուներ։ Ինչու դերը նրա ընդունեց։ Ուրեմն ասել է, որ նա ներված էր Հիսուսի կողմից։ Ուրեմն մարդու որդին գնում է, ինչպես որ սահմանված է, բայց վայն ամարտուն, որի ցերկով գմատնվի։ Այսինքն այստեղ տեսնում ենք այդ, ասենք, բալանս բարը եթե օգտագործենք ադամաչափությունը ազգո գերիշխանության եւ մարդկային բարդավորվածության։ Մարդը իր բարդականությունը ունի, իր բարդավորվածությունը ունի։ Դու ինչ պիտի անես, շիդակը կամ սխալը, Աստծո կամքի առաջ։ Հովսեփը նայեցանք, այստեղը նայեցանք, Հուդայի նայեցանք կյանքը եւ Սուրբ գրքում լիքը այսպես օրինակներ ունենք, ուր Աստված իր Հիսուսի բարակային ամենամեծ օրինակն է, ինչ որ գարտացինք թե 1 Պետրոս առաջին գլխից, թե Կորց Կարակելոս երկրորդ գլխից։ Աստված ինքը սահմանած է, իր խորհուրդը դա է, որ Հիսուս պիտի մեռներ, բայց
Ինչպես անօրենների ցերով եղավ, անօրենների ցերով եղավ։ Եվ նրանք այդ պատասխանատվությունը ունեն Աստծո առաջ։ Աստված չունի այդ պատասխանատվությունը, որովհետև Աստված իր շարժարիթը մեր մեղքերից մեզ ազատելն է։ Ով Քրիստոսի մահի մատնեց։ Սատանան չէ, Հուդան չէ, գլխավորապես Աստված ինքը։ Սա իր ծրագիրն էր, բայց իր մտադրությունը, իր նպատակը 100% բարի է, 100% լավն է, 100% արդար է։ Մյուսը չէ, մարդու ուրացը չէ, մարդու ուրացը վատն է։ Ուրեմն ես ու դու այս զրույցից մինչև մակոնը պետք է հետևյալը նկատի ունենանք իբր գիրառում, որ եթե Աստված ինքը մեր կյանքերում հնարավորություններ տալիս է, ուր մենք գտնվում ենք մի խաչմերուկի առաջ, որ խաչմերուկ ընտրում ենք, աջ գնանք կամ ցախ գնանք, զորնակ։ Եթե օրինակ աջ գնանք, ազուգամքի մեջ մնանք, օրդությունը ստանում ենք։ Եթե ցախ գնանք, ազուգամքի ագարակ գնում ենք, չենք կարող ասել, որ բայց Աստված այսպես ուզում էր, չէ՞։ Եթե Աստված չուզենար, ինչու համար այսպես էր։ Գիտես ինչ, մի անգամ հիշում եմ տարիներ առաջ, մեկը ինձ հետևյալը տվեց։ Ինքը աթեիստ է, ասեց նա ասեց, ես Աստծո հետ խնդիր չունեմ ասեց, բայց դու քրիստոնյաները դա ասեց Աստծո հետ կարող է խնդիր ունենաք, ինչու որովհետև եթե դուք ավատում եք, որ Աստված գերիշխան է, ամեն բան իր ձեռքի մեջն է, վատ բաները որ բադահին ինքը կարող է այդ վատ բանը չարդոնել, ես չեմ ավատում, որ ինքը գոյություն ունի, ինձ համար խնդիր չկա ասեց։ Այս հարցը տվեց։ Բայց հիմա պատասխանը հետևյալն է։ Դու հավատում ես այն բանի մեջ, որ ճշմարտությունը չէ, եւ որ քո տեզը սխալ է, քո այդ հասկացողությունն էլ սխալ է, որովհետև իմ ասվածը, երբ ինչպես Հոբի բարակային, այո, Հոբ ինք ինչպես Արմեն եղբայրը, Լևոն եղբայրը իրենք մեզ սովորեցնում են այդ գրքից, Հոբ ինք շատ բաներ է անցավ, նրա պատմությունը գիտենք։ Բայց ինչու համար Աստված սահմանեց եւ արդոնեց։ Նայեցեք, Հոբ այնպես մնչեր, որ Սատանան մի օր այսպես զարթնեց եւ եկավ եւ ասեց, ես ուզում եմ մի քիչ խաղ խաղալ Հոբի հետ։ Այդպես չասեց։ Մենք գիտենք Հոբի օրինակից առաջին գլխի մեջ Սատանան ուրեմն ասում է եւ որ օրմա Աստծո ներկայության արչեւ էր, դերը առաջին գլուխ 8-րդ համար Սատանային ասաց. Իմ ծառա Հոբին ուշադրություն դարձրիր, որ երկրի վրա նրա նման գադարյալ, արդար, աստվածավախ եւ չարությունից երացող մարդ չկա։ Սատանան պատասխանեց նրա համաձայն. Միթե Հոբը Աստծուց վախենում է առանց ակնկալության։ Այսինքն Աստված ինքն էր, որ իր սուրբ, արդար, ազատ, գերիշխան կամքի համաձայն ասեց. «Ավասիկ հրամե Հոբի»։ Ինչ պիտի անես նրա հետ։ Եվ Սատանան այսպես մի խոսքով, ինչպես մուլտիկներում մեջ այսպես ոնց որ լուսամփոփ այսպես ծակում է իր մտքում, մի խաղ գարամ խաղալ հիմա Աստծո դեմ։ Կարող է ես հաղթեմ։ Աստված շատ լավ գիտի, օքեյ, արին ենք։ Որ Հոբ միթե իր արդարությունից վազ պիտի անցնի, երբ ինք իր 10 երեխաները գործուց մի օրվա մեջ։ Իր բոլոր ստացվածքը, ունեցվածքը գործունցուց, իր առողջությունը գործրեց։ Ամեն բան գործրեց։ Ինչ պիտի անը։ Աստծո դեմ պիտի հայհոյե, ինչպես որ իր գինը ասեց, այդպես արա ասեց եւ ազատվե։ Մեր իր վերջացիր։ Ոչ։ Հոբ ասեց. Միթե Աստծուց լավը ընդունենք եւ վադը այս բաները որ բադում են չընդունենք։ Դժվար է եղբայրներ ջան, հասկանում եմ։ Ես չեմ ասում որ ես ուրախ եմ որ վատ բան բադայի ինձ համար։ Մեզ ոչ մեկը չի սիրում վատ բան բադայի նրա համար։ Մեկը թող չասե որ չէ լավ ոգևորություն է որ ինձ վատ բան բադահեց։ Առանց բանավոր պատճառ տալու, եթե ասես լավ ոգևորություն է որ վատը բադահեց, որբեսի ավելի Տիրոջ առջև խոնարհվեմ, ավելի հասկանամ իրեն դեմ չմպոստանալ, ինչու չասել, հնազանդվեմ իրեն եւ անդրադառնալով որ ինքը ավադարին բարի արդար սուրբ Աստված է, սիրո Աստված է, դա ուրիշ բան է։ Բայց եթե ասեմ Գարթա արդյոք բարձր։ Եվ ամեն խրատ նույն ժամանակին ասում ուրախություն չի երևում, այլ տոկություն, բայց
հետո նրանով վարժվածներն արդար խաղաղության պատող է վճարում։ Որ համարից սկսում։ 6 համարից Հա որ սիրում է խրատումը դաստիարակության մասին, այո։ Որովհետև Տերը իրան սիրեցին խրատում է։ Նա ծեծում է ամեն որդի, որ ընկնում է։ Եթե խրատին համբերեք, Աստված ձեզ հետ ինչպես որդկան հետ կվարվի։ Որովհետև որ որդին է, որ հայրը նրան չի խրատում։ Բայց եթե առանց խրատի եք, որին ամենը մաստակի ձևան, ուրեմն խորթեք եւ ոչ որդիկ։ Նաեւ մենք մեր մարմնավոր հայրերի խրատ ունենալով նրանցից ամաչում ենք։ Չէ՞ որ առավել եւս պիտի հնազանդվենք հոգիների հորը եւ ապրենք, որովհետեւ սրանք են մի քիչ ժամանակով իրենց հաջող եղածի պես խրատում էին, բայց նա օգտի համար է, որ նրա սրբությունը ընդունենք։ Մերսի։ Եվ ամեն խրատ հենց այդ նույն ժամանակ ուրախություն չի երևում, այլ տրտմություն, բայց հետո նրանով վարժվածներին արդար խաղաղության պատող է վճարում։ Ամեն։ Ուրեմն Արազ ջան, ինչու համար մենք բարդավորվածություն ունենք, եթե Աստված գերիշխան է, մեկը եւ որ այդ հարցը դա քեզի ոնց պիտի պատասխանես։ Հետևյալը պիտի ասես. Աստված իր գամքը ունի, մենք ալ մեր գամքը ունենք իբր ընկած մարտարարածներ։ Եթե ազգամքի համաձայն անենք, լավ կլինի մեզ համար։ Եթե ազգամքի հագարակ անենք, Աստված մեզ մե դաստիարակությունը հիմա ադի ավադացիալներու մասին կխոսա այստեղ, բայց ընդհանուր առումով այդ հասկացությունով, որ վատ կլինի վերջը, եթե ազգամքի չհնազանդվենք։ Մեզ հրանգված է Աստծո խոսքի մեջ սա մեր լավության համար, որ հնազանդվենք Աստծո, որ ինքը լավագույնը գիտի, ինքը ամեն բան գիտի, եւ որով ամեն բան գիտի, որ ինքը ամեն բան սահմանած է ասելով, ամեն բան գիտի։ Վադնալ, հիմա չարության մասին սկսան խոսելու, ինչու չարը գա։ Չարը գա, այս հարցի գաբունեցող, որովհետև մենք անում ենք չարը եւ բարին, նրա համար է, որ չարը գա։ Եթե չարը չլիներ, մարտարարածը մի չկարողանար չարի եւ բարիի տարբերությունը զանազանել։ Բայց մի տեսա լավ բան է։ Ոչ, ինչու որտեվ երկնքում դերեկամի օրի մեկը մենք բոլորս պիտի միայն բարի լինենք։ Աստծո դիտանկյունից բարի, ոչ թե մարդկային հասկացողության համաձայն բարի։ Ուրեմն մեկը չի կարող ասել, որ երկնքում մենք ազատ կամք չունենք, որովհետև միայն բարին անում ենք, ընդհակառակը։ Աստված ինքը ճշմարիտ ազատ կամք ունեցողն է։ Միակ անձը, որ բարին կարող է անել, ամենադեն առանց խախտումի Աստված է։ Մեկը կարող է ասել, որ Աստված քանի որ չար չի կարող անել, ինքը ազատ կամք չունի։ Ազատ կամքի սահմանումը բարի եւ չարը ընելու մեջ չէ։ Միայն բարին ընելու մեջ է։ Միայն բարին կարողանալու ունելու մեջ է, ինչպես Աստված։ Դա է տարբերությունը։ Մենք սովորաբար կարծում ենք, որ մեկը պետք է հասկանա չարը եւ բարին, որովհետեւ ազատ կամք ունի։ Ոչ, մարդը մեղքի մեջ ընկավ, հոգեվոր գաբանքների մեջ ընկավ, շղթաների մեջ ընկավ, գերության մեջ ընկավ, հոգեորապես, որովհետեւ ինք ուզեց չմնալ այն վայրում, որ Աստված իրեն դրած էր, որ այն վայրում ասում ենք Եդեմի Բարդեզի մասին չենք խոսում, հոգևոր վայրում, այդ դիրքում, որ ինքը ուներ։ Այո, Աստված մարդու ինքը սահմանեց, որ ստեղծվի իբր այնպեսի էակ, որ ինք կարող էր չարը ընտրել։ Սա Աստծո ծրագրի մաս է։ Ինչու չարը գա։ Աստված չէր կարող Ադամ եւ Ավային այդպես ստեղծել, որ չարբի չի լինի։ Եթե չարբի չի լիներ, բրգիչը չի գա հարցի մեջ։ Երբեք բրգիչը պիտի չղրգեր։ Աստված ինք կամեցավ իր ազատ արդար սուրբ ավադարիմ գամքի համաձայն, որ այսպիսի աշխարհ ստեղծի, այսպիսի անջրպետ, որ անջրպետը մենք գիտենք ըստ Հռոմեացիների 8-ի արդեն իսկ ինչի դակ է։ Աստծո այդ դատաբարության տակ է մեղքի երեսից ինք տարաբում է ասում է Հռոմայացիների 8-ում։ Միջև որ Աստծո որդիների ազատագրումը կատարվի ավետարանության մեջ եւ աշխարհն ինքը նոր երկինք այդպիսով այլևս այդ անեծքը վերանա։ Բայց միջև այն դե նույնիսկ այս առարճակորությունն տարաբում է ասում է։ Հիմա մենք ինչ որ հասկանում ենք Աստծո խոսքից, Աստված հավիտենականության մեջ որոշեց, որ օրը պիտի ուղարկե իր որդին այն ստեղծագործության համար, որին կրած է մարդկությունը։ Ոչ սատանայի, ոչ տևերին։ Քիչ առաջ այդ հարցն ադրվեց,
բարձ պատասխանը ինչ որ տեսնում ենք, ինչու համար սատանան եւ նրա հրեշտակները փրկության միջոց չունեն, շնորհի միջոց չունեն։ Աստվածապաններ սովորաբար նրանք այդպես կարծում են ըստ Սուրբ Գրքի հասկացողության, որ քանի որ մարդ արարածը հավատքով ապրում է, ազո երբեք չէ տեսած, իսկ մյուսները իրենք ազո парքի մեջ ներկա են, ազո տեսած են, միշտ ունեն արուսյագնալ նրանից սկսած, որ հետո սատանա դարավ, նրանց համար Աստված ինք ոնց որ երկրորդ հնարավորությունը չտվեց ազատագրումի։ Բայց Սուրբ Գիրքը էլի խոսում է, ասում է ընտրյալ հրեշտակները, այդ տերմինը ունի։ Ուրեմն եթե ընտրյալ հրեշտակներ կան, մի սագարակով մնալ գա, դա ուրիշ հարց է։ Դա ավելի հստակ է, բայց մյուս բարակային հրեշտակների բարակային 1-2 այսպես ակտարկներ ունենք, չունենք ուրիշ։ Ուրեմն ասել է, որ Աստված իր սահմանման մեջը տայալ ուներ։ Այդպես մնչեր, որ Աստված չգիտեր, օրը Արուսյագը որոշեց, որ ինքը պիտի ազոթեմ ըմպոստանա, եւ դա էլ խորհուրդ է, ինչ որ խոսեցանք սկզբում, այսինքն մեր այս զրույցից առաջ, որովհետեւ Սուրբ Գիրքը երբեք չի բացատրում, ինչ էր դրտաբաճարը, որ Արուսյագը որ սատանա դարավ, օրի մեկը մի խոսքով այսպես ամենը պետք էր, այո, ամենը պետք էր։ Եվ Արուսյագը ինքը մի օրը որոշեց, որ այդ բառը օգտագործելով մի օր հավիտենականության մեջ այդ օր այդպեսի բաներ չկան մեր հասկացողության համաձայն, բայց բարձրապես զրույցի համար մի օրը որոշեց, որ ինքը ուզում է ազոնման լինել։ Եսայի 14, Եզեկիել 28։ Հա, ինչ բանով, մենք չգիտենք Սուրբ Գիրքը երբեք չի ասում։ Այսինքն մի խոսքով Ազո ներկայության մեջ, որ նախկինում այդ մոմենտից առաջ երբեք մեղքի նշույլը չկար։ Ոնց պատահեց, որ այդ մոմենտում այդ մեղքի ցանկությունը նշույլը մի անգամից նրա մեջ մտավ։ Եվ միթե ինքը ինքը գիտեր սատանան ինչ որ անում է, սխալ է։ Պետք է գիտար։ Դա հստակ է, պետք է գիտար ինչու, որովհետև դու ստեղծված էակ ես, դու չես կարող մտորել այդպիսի ձևով, դու չես կարող մտածել, որ ես ուզում եմ ազո նման լինել, ոչ թե ազո նման, ես ուզում եմ Հիսուսի նման լինել մեր հասկացողությունով, ինչ որ դա է խոսեցանք, հա, չէ, այդպես չմտածեցինք, որ ես ուզում եմ ազո նման լավ լինել, կամ այսպես կամ, չէ, դու խնդիր չունեիր այդ գադարելության բաններ, չէ, ինչ որ ասում է ազո խոսքը, ինքը այդպեսի տիպար էր, օրինակ էր, այո, անմեղ չէր, ինքը առանց մեղքի ստեղծված էր, բայց հնարավորություն ուներ մեղ գործել, ինչպես ու մարդ արարած։ Մենք ալ Ադամ եւ Եվան առանց մեղքի ստեղծվեցինք, բայց այդ կարելիությունը հնարավորություն ունեինք մեղ գործելու։ Հավիտենականության մեջ դա չունենք։ Աստված պիտի վերացնե մեզանից։ Կարաս պատկերացնել հավիտենականության մեջ ինչպես չես կարող մեղ գործել։ Ես չեմ կարող դա գավին հասկանալ, բայց հավատում եմ, հա։ Եթե սուրբ ամենը, այդ մարդկային բանականությունը հանած է մեր մեջից։ Հա, մարդկային մտածելակերպը։ մեղքի այդ էլեմենտը սկզբունքը վերացնում է։ Հիմա ոնց որ գարը չի կարա հաճա, բնությունը գարի։ Նենց էլ մեղքի բնությունը համում է առանց մեղքի է։ Մարդկային բանականություն էլի, էդի մարդկային բանականությունը տանում է մեղքի։ Բայց մեղքի սկզբունքը կա։ Նրա համար որ մարդկային բանականությունը այդպես է։ Այսինքն մեղքի բնությունը որ համում է, եթե չկա, ասենք վիրուս չկա, ուրեմն չի կարա վարակվի։ Ուրեմն ինչ որ Արտուր եղբայրնակ ճաճիշեց, հետեւյալը Սուրբ Գրային է, որ Աստված այս բոլորը ինքը ծրագրած էր։ Մեկ խոսքով սատանան պետք է լիներ, որբեսի Եվային մոտիկանա, Ադամի մոտիկանա, պետք է լիներ։ Եթե սատանան չի լիներ, մեկ կարա հարցնել, որ Եվան Ադամը դակավին չէին կարող ուրիշ ծեով մեղ գործել։ Ինձ մի հարցնեք, Սուրբ Գիրքը չի խոսում, ենթադրական առումով չեմ կարող պատասխանել։ Սատանան պետք է լիներ, որբեսի փորձեր, եւ մեղքը պետք է լիներ, որբեսի փրկիչը լիներ։ Եվ Աստված մենք գիտենք, հին ուխտի մեջ ալ ասում է ինքը բնությամբ փրկիչ է։ Իսրայելի ալ ասում է այդպես։ Փրկիչ տարբեր ծևերով, հոգևորաբես, ֆիզիկական, բայց տակավին այդ հոգևորաբես իլ գադարելակորզման մեջ չի ասած մինչև Հիսուսի գալը։ Okay, հիմա մեկը կարող է ասել, որ սիկա բոլոր ուրեմն աստվածային խաղմն է,
ինչ ուզում ես մտածե։ Ինչ ուզում ես մտածե։ Եվ որ Աստված այդպես սահմանած է, այդպես որոշած է, որ ինք փառավորվի իր որդու մահովը, որբեսի մեզի պեսները փրկե, եւ նա է Աստված եթե մեղքը չթողեր, եւ ինքը սահմանած որ մեղ պիտի լինի այս կյանքում, բայց մեղքը նրա միջոցով չի գալի, կամ սատանայի եւ նրա ռեշտակների կամ մեղավոր մարդկանց միջոցով։ Այդպես է։ Այս հարցն անդրադառնանք։ Հա, այո։ Ներմեջից կամ on-line մեկը մտածել դեպքում մարդը միտը ռոբոտա, ծրագրավորածա, որ այդ ամեն ինչ անես, ռոբոտի դերենք կատարում, թե ինչ դերենք կատարում։ Նրա համար ասեցի Արտուր եղբայրս, ինչ որ ուզում ենք, կարծենք։ Աստված եւ որ ինքը այդպես որոշած է, եթե ավադում ենք, որ ինքը սուրբ Աստված է, արդար Աստված է, մեղ չի կորզում, սխալ չի անում, ուրեմն ամեն ցևով, ամեն բան որ ըրած է, շիդակն է։ Եվ եթե մեկը գարձում է, որ մենք ռոբոտներ ենք կամ ոչ, դա իր խնդիրն է։ Որը մարդ արարածը թիվ 1 ինք ընդրեց մեղքը կորձելը։ Որքան դժվար էր Եվային, հեքնական առումով ասում եմ, եւ մենք կարող ենք նույնը անել, եթե մենք հոն լինեինք, որքան դժվար էր Եվայի ասել, չի այդ մրգից չեմ ուզում, 10,001 ուրիշ ծառեր ունեմ, մյուրքեր ունեմ, Եդեմի բարձեզում։ Աստված ասած է նրան, մի արա, որքան դժվար էր։ Հիմա, եթե մեկը կա, ցեզ ասե, ավասիկ, օրինակ 10 միլիարդ դոլար, մի միլիոնի միտը չի ռենդեղը, ձո 10 միլիարին մեծամասնություն ունես արդեն։ Ադամը հերու չեր նրանից, Ադամը հերու չեր, ադի ուրիշ Ադամը մոդ էր նրան։ Ասեց, Ադամը գլուխն է, դու օգնականն ես, ճիշտ է, բայց երբ որ նա ասես դու ոչ թե Ադամի պես գլուխ, այլ երկնքի աստվածների պես կլինես, այսինքն բարձր Ադամի։ Հիմա մեր սիրելի քույրերու մասին չենք ուզում խոսալ, ոչ եղբայրների վրա։ Նախամայրը այդտեղից գալու փոխանցել է, ես չեմ ասում։ 5 տակարանում հանդիպում ենք մի քանի անգամ, որ ասում Աստված խստացրեց թագավորի սիրտը։ Չէ՞, այդ ձևատվում, որ այո, Աստված խստացնում է, մենք որ փրկվում ենք, էլի Աստծո միջամտությամբ ա լինում, որովհետև ազատ կամք չունենք ու բոլորս էլ մեռած ենք։ Աստված ինձ կենթանացրեց իր կամքի համաձայն, այն մեկին էլ մեռած թողեց ու խստացրեց իր սիրտը, իր կամքի համաձայն։ Այ որտեղ աստեղ արդարությունը Աստծո։ Ռոմայացիների 9 2 ամիս առաջ այդ մասը 2 քարոզով արեցինք, այնտեղ է, հա։ Գարամ խոսելը նորից նրա վրայով Երկրորդ Կորինթացիների 4-ի մեջ որ ասում է, չէ՞, որ ում սիրտը լույսը ծագեցրեց, չէ՞, նրանք եկան ասում, ում չծագեցրեց, նրանցին նույնն այդ մեղքի մեջ, բայց այդ մեղքը ոչ թե Աստված տվեց, իրենք մեղքի մեջ էլ ծնվել են։ Սուրբ Գիրքը միշտ բարդավորվածությունը մեղքի առումով, սխալ որոշումների առումով մարդու վրա դնում է, կամ սատանային իր ռեշտակներին, Աստծո վրա երբեք չի դնում։ Ինչ որ Աստված սահմանում է որ բադահի, նայեցեք, Հիսուս ինչ ասեց, ծեր գլխից ասեց, նույնիսկ մի մազ չի ընկնում առանց հորը գամքին, կամ աս երկու այդ փոքր թրջունները, որ ասենք մի լումայով կամ ինչ որ մենք քնում ենք, ասես այնադեն չէ։ Ասեց, այսինքն նրանք չեն ընկնում այդ փոքր թրջունները առանց հորը գամքին։ Հա։ Չի լինում, այսինքն հա, հիմա այսպես ասեմ։ Ամբողջովին քո մասին կազմվածքը տամենը գիտեմ ես։ Հիմա եթե արած եղբայրը հիմա կա մի մազ մը քաշե իմ գլխիցս։ Ազոգամքի մեջ նագան ոչ։ Ազոգամքի մեջ նագան այո։ Եթե նույնիսկ ինքը գադագի առումով մի մազ քաշեց, հիմա այս խոսքի ադեմ։ Ինչու։ Ինչ էր նպատակը մեկը կարող է ասել։ Նպատակ կար կամ ոչ, բամը սովորեցիք կամ ոչ նրանից։ Արդեն զրույցի միջոցով բամը սովորում ենք։ Դա է պատասխանը։ Բայց ամեն բան որ բադահում է, ամեն ինչ որ բադահում է, Աստծո ծրագրերի համաձայն է։ Եվ այո, ես ընդունում եմ իպրավադացիալ, սա շատ անգամ մեզ համար դժվար է։ Պատկերացրու, եթե հիմա քու զավակիդ բանը լինի։ Աստված ինքը կարող էր, որ չթողնե բանը լինի։ Հոբի օրինակ արինք, Հովսեփի բարակային գնացինք, Հիսուսի բարական իր մայրը հոներ։ Իր մայրը հոներ։ Իր մայրը դեսած էր մեկ անց իր կյանքի մեջ, որ անսխալ էր։ Եվ իրեն այդպես պատահեց։ Ուր է արդարությունը։
Ուր է արդարությունը։ Այդ մարդուն այդպես պատահի։ Եթե մեկ անարդարություն գար, ամենագլխավորը Հիսուսի մահն էր։ Որ արդարության կամ որ չափանիշի մասին ենք խոսում, ինչի հետ համեմատված։ Մարդկային կամ աստվածային։ Խնդիրը նորմալ, եթե մեղավոր մեկն է եւ ճունի նախասահմանաշի ըստ Աստծո խոսքի որ փրկվի, հիմա ուշ շուտ է մարդը դիմահանա, չէ՞, ուշ շուտ դիմահանա ինքնա դժոխ կամ փրկության առիթ չունի։ Հիմա եթե մահանում է փոքր հասակում կամ մեծ հասակում կամ Աստծո ծրագրի մեջ դա այդքան էական չի պատմության մեջ, որ մեկը երիտասարդ է, պարզապես ամեն երևույթում ինչ-որ մի բան սովորեցնում է ինքը։ Բայց դա էլ մեջը մաս ունի Աստծո ծրագրում։ Երիտասարդն է մահացավ։ Մեր երիտասարդներից 5-6 տարի առաջ քանի երիտասարդներ այդպես մեռան 19 տարեկան, 20 տարեկան։ Ես ծրագրի մեջ նպատակ ունի։ բայց մենք չենք հասկանում դա Արտուր եղբայր, բայց մեզ համար դժվար է։ Գուլդալը դժվար է։ Ընդունում ենք սա։ Հա։ Չէ, ոնց ասեցի։ Արդարությունը որն է ստե որ Հա։ սկսես կամ մեկ։ Հիմա ասա քրոջը սազին հետ վերադառնալով Հռոմայացիների 9-ում շատ արագ կարտալով։ Հիմա հիշում եք, որ սկսում է խոսում է օրինակ Հռոմայացիների 9-րդ գլուխ 9-րդ համարից խոստում դվեց Տերը, որ ասեց այն ժամանակ մեկ տարի կգալիս եմ Սարան որդի կունենա եւ ոչ միայն այսքանը Ռեբեկային մասին էլ խոսած ասելով 10-րդ համարում, որ մեկ մարդու ցղիացավ մեր հայր Իսահակից, որովհետեւ նրանք քանի դեռ չէին ծնվել, ինչու զույգ ուներ, չէ՞, իր որովայնում, եւ բարի եւ չար գործ չէին արել։ Բարի չարության համացան չէ, դեռ ծնած չեն, որբեսի համացան ընդրության Աստծո ծրագիրը հաստատվի եւ գախված չլինի գործերից, այլ գանչողից Աստծուց, նրան ասվեց ավակը պիտի փոքրին ծառայի։ Հետո 14-րդ համարից մենք որ սերդեցինք, ասակուր 14-ից 24-ը սերդած էինք։ Հիմա ինչ ասենք։ Բոս Արաքյալը ինքը արդեն անդրադառնում է, որ հարց տվողներ պիտի լինեն։ Ինչ ասենք, Աստծո մոտ միթե անարդարություն կա։ Ինչպես չի ծնած չար բարիկորդ չրած դու ընդրում ես մեկուն ասելով որ մեկը մույսին պիտի ծառայի։ Սա արդար է։ Ինքը ասում է ոչ քավլիցի։ Ինչու պատասխան տալիս է։ Ինչու անարդարություն չէ սա։ Քավլիցի ասում է պատասխան տալիս է, որովհետև 15-րդ համարում Մովսեսին ասում է ողորմելու եմ, ում որ ողորմելու եմ, եւ գտալու եմ, ում որ գտալու եմ, եւ որ բոլորս ալ արդեն մենք արժանի ենք Աստծո դատաստանին, որ հոգեվորապես դիակներ ենք, մինչև որ Հիսուսի չենք եկել ավադով, ապաշխարության միջոցով, այնտեղ ասված ստիպված չէ որ մեկին ողորմություն տալու, բայց ասված ասում է Մովսեսին ողորմելու եմ, ում որ ողորմելու եմ, գտալու եմ, ում որ գտալու եմ։ Հիմա այդ օրինակը դալիս ենք, չէ՞, օրինակ եթե արչևդ ունիս 10 մահաբարդներ, որոնք գնդագահարվելու են, եւ գնդաբեդը գալիս է ասում է, ես օրինակ այս երկուսին կամ երեքին պիտի ազատ թողնեմ։ Մյուսները կարող են ասել, սա արդար չէ, բայց այդ երկուքին կամ երեքին հարցրեցիր, իրենք ինչ պիտի ասեն։ Մենք ողորմություն կտանք։ Մենք կյանք կտանք։ Բայց խնդիրը սա է, այդ մյուսները չեն կարող ասել, որ սա արդար չէ, նրանք էլ մահաբարդ են։ Նրա համար է որ գնդագահարվելու դրված են։ Չեն ոչ անարդար կլինի, բայց իրենք ամենքն ալ արդարաբար մահի արժանի են։ Եվ դերը ասում է նրանց ողորմելու եմ։ Ուրեմն ողորմությունը գախված չէ գամեցողից, ոչ էլ ջանք գործադրողից, այլ Աստուծուց, որ ողորմում է։ Որովհետև գիրքը Պարավոնին ասում է ծեր արծը, քեզ հենց նրա համար բարձրացրի, որ քեզանով իմ զորությունը ցույց տամ։ Ինչու համար Պարավոնը բարձրացվեց իր դիրքին, որ ասված ինք կամեցավ, որ իր զորությունը բացահայտի Պարավոնի կյանքի միջոցով եւ ամբողջ երկրում իմ անունը հռչակվի։ Արդ ում գամենում է, ողորմում է եւ ում գամենում է խստացնում է, օրինակ Պարավոնը, ինչու որ Սուրբիկը ասում է, չէ, դեղերգը ասում է որ Պարավոնը խստացրեց իր սիրտը եւ չթողնեց Իսրայելի ժողովրդին, ուրիշ դեղերգը ասում է ասված Պարավոնի սիրտը խստացրեց եւ դա նա չթողնեց Իսրայելի ժողովրդին։ Սրա մեջ հագաստություն չի գա։ Պարավոնը ինքը արդեն ջար բնութագիր ունի, հագա Աստծո ժողովրդի գեցվածք ունի։ Եվ ինքը արդեն միշտ հագարակ էր Աստծո, սիրտը արդեն խստացնում էր, բայց Աստված իր բադիժներով, որ ուղարկեց Եգիպտոսի վրա եւ Պարավոնի վրա ավելի եւ ավելի խստացրեց նրա սիրտը, որ չթողնե։
Նրա համար է։ Արազ եղբոր հարցին եմ ուզում անդրադառնամ։ Ես հարցը տալիս եմ Հովիկ եղբայր, բայց ես ձև չեմ մտնում, ուղղակի ուզում եմ։ Եթե Աստված ում որ ուզում է ողորմում է, ում ուզում է խստացնում է, այդ խստացնողի համար ո՞րն է իր պատասխանատվությունը։ Այդ հարցը վերաբերել։ Խստացողի։ Հա, ով որ ում սիրտը որ խստացնում է։ Հարցը իրենը չէ ինձի է, կամ ամենուս համար է։ Խստացողի պատասխանատվությունը։ Հա, պատասխանատվությունը, չէ, ասում ենք, ո՞րն է մարդու պատասխանատվությունը։ Եթե Աստված խստացրեց փարավոնի սիրտը, փարավոնի պատասխանատվությունը ո՞րտեղ է։ Նե, առօրյա օրինակով նայենք։ Ամեն մեղավոր, որ Աստծո չի ընդունում, դարբեր փարավոնի դեղ այս օրինակը վերցնենք, որ նույն բանն է, նույն զուգահեռ օրինակն է։ Այսօրով, եթե մեկը օրինակ մտորե ասե, որ ես տեսա իմ եղբայրը սպանվեց Թուրքիայի ցերկով։ Ես ասպեսի իրադարձությունների առջև գտնվեցա, որ չեմ կարող հավատալ Աստծո։ Արդեն իսկ դու ցուցաբերում ես, որ դու անավատ սիրտ ունես, Աստված քեզ այդ իրադարձությունների միջոցով կամ ավելի խստացնում է քեզ, որովհետև դու չես ուզում իրեն դառնալ, քո բնութագիրը այդպես է, մեղավոր մարդու բնութագիրը չուզեր Աստծո գալ։ Շնորհած վարտաբերություններու մասին, որ ուսումնասիրում ենք սա է։ Բայց երբ մեկը ասե ով դեր, այո, ես չեմ հասկանում այդ բոլոր բաները, որ լինում է, այդ վադությունները մեր ազգին, մեր անձին, իմ կյանքի մեջ, բայց ես խոնարհվում եմ քո առաջ, ուրեմն ցուցաբերում է, որ Աստված իրեն ողորմություն ցույց տված է։ Եթե Աստված հայ ազգի մասին խոսենք, մեզ ոչ մեկին ողորմություն չի ցույց տար, դակավին արդարաբար դադաստանի օրը ամենքս ալ պիտի չկարողանանք ոչ մի բան ասել։ Հոբ նույնիսկ ոչ մի բան չկարողացավ ասել իբր ավադացյալ, սա իր նեղությունների, դժվարությունների դարաբանքի նկատմամբ, ուր մնաց իր հավիտենական իրավիճակի կամ գարկավիճակի նկատմամբ։ Դա ուրիշ խնդիր է, ուրիշ մագարտակ է, իբր խնդիր հարց։ Բարավոնը ինքը արդեն խստաբարանոց անցեր, Սուրբգիկը ասում ասա, եւ Աստված ալ իրեն ավելի խստացրեց այդ բադիժների միջոցով, որ ուղարկեց, բայց այդ մադիժները, որ իրեն խստացրեցին, շատերու սիրտը գագուղցրեցին, Իսրայելի ժողովրդի սիրտը խոնարհեցրեցին, կոնե այն ատեն, ինչու որովհետեւ նրանցից շատերը արդեն հավատացին, որ Աստված ինքն է, որ իրենց փրկած է։ Նույն արևը, որ հալեցնում է, ասենք սարույցը, նույն արևը խստացնում է գավը, այսինքն գարզրացնում է գավը, նույն արևն է, բայց գախում ունի նրա, ասենք թե գառուցվածքը ինչ է, մյուսի գառուցվածքը ինչ է, եւ ինչպես համապատասխանում է մեկը Աստծո գամքին։ Դադաստանի օրը ոչ մեկ անց չի կարողանա ասել, որ ես ընտրյալներից չէի, մենք ընտրյալների թեման չենք անում, մենք չարի արծը, Աստծո գերիշխանությունը, մարդու բարոյորվածություն դրա մասին անում ենք։ Ոչ մեկ անց պիտի չկարողանա ասել, որ ես ավետարանը չլսեցի։ Դիմեք այդպես բան չկա։ Երբ մարդիկ կա որ ասում են, ապրիգեի մեջը, անդարներու մեջը Ամազոնի, կարող է որ որոշ խումբ մարդկանց լինի, որ ցեղը լինի, որ ավետարան լսած չէ, Սուրբգիկը ասում է ամեն անց իձն է մեղավոր է։ Ոչ թե միայն սա, մենք ասում ենք Սուրբ Գիրքը։ Ինչու Հռոմայացիների 1, 2, 3 հաստատում է այս իրողությունը։ 4-5-ում է շարունակում է, 6-ում հաստատորեն։ Ինչու որովհետև 2-ի մեջ, Հռոմայացիների 2-ի մեջ ասում է, որ ամեն անց Աստծո առաջ խժմտանք ունի։ Թիվ 1 Գիտե բարին չարը այդ առումով, ինչու որովհետև մեղավոր բնութագիրը կա, չարի բարի հասկացողությունը կա, եւ դակավի մարդ առածը չարը անում է։ Որովհետև բնութագիրը չարը, իձնե չարը, մարդը չարը անում է։ Բարի մարդկային առումով, ոչ թե աստվածային դիտանկյունից, այո։ Հա, տարբերակումը կա, այո։ Լավ հասկանում բարին։ Երբ որ իր անձին է վերաբերվում, միանգամից ճիշտ որոշումը կարողանում է հայացնել իր անձին։ Որն է բարին, ասենք, եթե ուրիշին է վերաբերում, ինքը չարը ուզում օգտագործել դիմացի, որտեղ իր парքը իր անձի համար չի։ Ներողություն մի հատ վերջերում անեմ։ Այո։ Պատմությանս մեջ հիշելով մի հատ ընկեր ունեի, օրգանի աշխատող էր, մի անգամ ինձ ասեց, որ խոսում է ավետարանը, հետ ասեց, որ հիմա ինչ ուզում ես ասես աղջիկների հետ ժամանակ անցկացնելը վատ է, մեղք է։ Ասեց, ես մի հատ հարցը քեզ տամ, դու ինքդ որ պատասխանես ճիշտ է, ես ասեմ, հետս վիճես։ Ասեցի, օրինակ ինչ նկատում ես ասելով, ասում եմ, երիտասարդ աղջիկ ընկերուհի ունեմ, մեծ մարդ եմ,
Եկուցելով մահանալու եմ ասում, իրանելա լավ, գումար եմ տալիս, ինձելա լավ, իրանելա, իթես թե վատ բան կա, ասեցի, քո աղջիկը քանի տարեկան է, ասեց 22, բժշկական ուսումներ ասորում եւ այլն, ասեցի, հիմա եթե քո աղջիկը չի կարողանում վճարի, նույն այդ դասախոսը քո տարիքի, ասի գումար եմ տալիս, արի հետս շարունակած կասա, թե քեզ լավ կլի քննությունը կստանաս եւ կավարտես, համից լավ, համ քեզ լավ, ասեց հարց պատասխանես դու, ոնց է մտածես ինձ չեմ մեղքա։ Ասեցի հարցի պատասխանը որ քեզ է վերաբերում, քեզ է մեղքա։ Այսինքն հիմա հասկացա որ մեղքա, ասեց այո։ Մեղքա։ Աստված ճիշտ է։ Վերջ։ Աստված ինչ որ անում է, որքանը որ մենք չենք անդրադառնում կամ նույնիսկ եթե փորձվում ենք չհավատալ, ասելով որ ով դեր սա արդար չէր ինձ համար, բայց ով հարցնում է ինձ համար, ինչը արդար է կամ ոչ։ Այստեղ Ռոմայացիների 9 եթե շարունակենք, արդեն ասում է, հիմա պիտի ասես, ել ինչու է մեղադրում, նրա գամքին ով ագարակ կգանքնի 19 համար։ Առաքյալը 20-ում ասում է, բայց դու ով ես մարդ, որ ազոտեմ ես խոսում։ Միթե ստեղծված իրեն ստեղծողին կարող է ասել, ինչու այդպես ստեղծեցիր։ Միթե բրուդը գավի վրա իշխանություն չունի, որ նույն շաղախից անոց չինի, մեկը բադվական, մյուսը անդաշ։ Եվ ինչ ասում է։ Եթե Աստված կամենում էր իր փարգությունը ցույց տալ եւ զորությունը հայտնի դարձնել, մեծ ամպերությամբ ասում է, փարգության անոթներին հանդուրժեց, որ գործության համար էին նրանք պատրաստվել եւ որբեսի հայտնի դարձնի իր փարգի մեծությունը ողորմության արժանի անոթների վրա, որոնք փարգի համար էին նախապատրաստել եւ ելի այդ ողորմությունը դերն է, որ իրենց արժանացրեց։ Նա մեզ գանչեց եւս հрьяաների միջից, հրետանոսների եւ այլ բոլորից, բոլոր ազգերից, այսինքն։ Հիմա հարցը հետեւյալն է, սա փրկության հետ կապ ունի, բայց չարի հարցը փրկության հարցի հետ կապ ունի։ Ելի վերադառնալով, ինչու համար Աստված պետք էր որ չարը արդոներ, որովհետեւ փրկիչը ներկայացնի։ Եթե չարը չլինի, մեղք չլիներ։ Եթե մեղք չլինի, փրկիչի գարիք չկա։ Աստված ինքը փրկիչ է, ինքը գամեցա որ իր բնութագիրը իբր փրկիչ բացահայտի իր ստեղծագործության մարդկային Քրիստոսի միջոցով։ Եվ կարս ինձ մի հատ այդ դեպքում ինչու Աստված այնպես ստեղծեց, որ մարդիկ ոչ մեղք գործեն ու անգամ փրկված վիճակներ եւ Հիսուսն Աստված կարող էր յետատրական առումով։ նպատակ կար որպեսզի փրկիչ լինի, փրկիչի Այո։ ինչ էր ուզում ցույց տալ։ Որ իր շնորհը, սերը, ողորմությունը ցույց տա, որ առանց մեղքի Աստված հնարավոր չի նրան, հնարավոր չի որ ասենք սա թույլությունը չէ Աստծո առնչությամբ, հաբա եթե մեղք չլիներ, ողորմություն, շնորհք, ներողամտություն պիտի չլիներ։ Մեղք պետք է լինի, որ լինին մյուսերը։ Ողորմություն, ողորմած Աստված, Այո։ Բայց էլի բառնավորվածությունը առանցյան ումի վրա է։ Սուրբ Գիրքը երբեք չի ասում, որ Աստծո ծրագիրը, որը ավիդենականությունից սա եղած է, մեր փրկակորձությունը, ուրեմն Աստված ինքը այդ բառնավորվածությունը ունի եւ պատասխանատվությունը ունի, ինքն է հանցավորը մի խոսքով կապլիցի, որ ինքը թողեց որ մարդ արարածը մեղքի մեջ ընկնի, անազանցության մեջ ընկնի եւ քո ծրագրի համար ով դեր մենք հիմա բաճվում ենք, չարչարվում ենք, ինչ ուզում ենք գարձենք։ Սա այս մտածելակերպը դիվային է, սուկրային չէ, մարդկային է, սուկրային չէ։ Ո՞վ երբական դեռ կուզենայի խստացրեց բարի մեկնաբանությունը մի քիչ ավելի բարձրացնենք, ասենք կարատապարությունը լինի որ հարավանին Ակտիվ չէ։ հարացրեց։ Չէ, ակտիվ չէ, այո։ Այո, մի քիչ տարանատանում որ Աստված դրանց արեց։ Այսին ակտիվ չարություն չստեղծեց իր սրտում, սրա մասին չէ։ Հա։ Մեկնաբանենք օրինակ sense հարավանը իր մեղավոր բնությամբ եւ իր չար ցանկություններից ելնելով երբ որ չեր ստացվում իր մոտ հաջողության հասնել, ավելի էր չարանում եւ բարկանում եւ կրկնում։ Մինչ Աստված Եթե Աստված չի պահում մեկին, չի, այսինքն չի զսպում, ինքը չարությունը ավելի է կատարելագործում եւ մեծացնում։ Այսինքն այդ կերպով, որ Աստված չպահեց, հարավանը չարության մեջ ավելի կրկնակի չարության վրա չարություն։ ավելի, այո, չարության մեջ մեծացավ, այո։ Ստիպեց, ոչ թե Աստված նրան ներմուծեց չարություն։ Չէ։ Այսինքն խստացրեց Իր բադիժներով որ ուղարկեց եւ նույն բադիժները ուրիշների համար օրդություն էին։
օրինակ Իսրայելի ժողովրդին։ Այսինքն խստացնել բառն եմ ասում, որ բոլորը Հա, ակտիվ չարություն ստեղծած չէ ասված Փարավոնի սրտում։ Ուրեմն չանալով ամբողջացնել ազրույց եղբայրներ քույրեր ջան, հիմա կարող է դեր արծեր լինեն։ Հա, դեր գտանք ժամանակ արծերի, բայց իմ մասս ամբողջացնելով, ուրեմն հետևյալ դրամապանությունով սուրկրային պետք է նկատի առնենք։ Աստված իր արդար, ազատ, սուրբ գամքի համաձայն ինք սահմանեց, որ ինչ որ հիմա ունենք, որպես մեղք ասենք, որպես անազանցություն ազոտ եմ, որ մեղքը անազանցություն է, անօրենություն է ազոտ եմ, իր փառքի համար լիներ, երբ ինք ներկայացրեց իր որդին նրա մահով, որ մեր ցերկով եղավ, թշնամու ցերկով եղավ, Ծննդոց 3:15, սատանան կարշաբարդ պիտի խայտի, չէ՞։ Դույալ պիտի չախչախես նրա, սատանան մեջը մաս ուներ նրա մահվա մեջ, կարծելով որ ինք հաղթեց Քրիստոսի, չէ՞։ Քրիստոս իրեն հաղթեց իր մահովը։ Եվ Աստված ինք կամեցավ, որ այս ցևով իր փառքը ցուցաբերե իր մարդկային ստեղծագործության եւ ալ սանանային եւ իր ռեշտակներին եւ մյուս մնացած սուրբ ռեշտակներին, ինչու որ նրանք ակնկալույց նայում են ասում է այդ բրգության մեջ, որ մենք ունենք, չեն հասկանում նրանք, բայց իրենք հետաքրված են մեր բրգության նկատմամբ 1 Պետրոսում առաջին գլխի մեջ։ Եվ Աստված այդպեսով ինքը ծրագրեց, որ սատանան փորձե մարդ արարածը եւ մարդ արարածը մեղքի մեջ ընկնի, որ վերջի վերջո սա դարավ մինչև անշուշտ Քրիստոսի մահվան եւ Քրիստոսի մահը, որ իր շնորհով, ողորմության, ներողության միջոցով մեզ ինք կարող է կյանք տալ։ Հարցը վերջնական հետևյալն է. դու ուզում ես սպատակվել Աստծո շնորհքին եւ ընդունել իր ողորմության այդ բարությունը քո կյանքում ունենալ այդ ներողամտությունը կամ ոչ։ Եթե այո ասես, դու ցուցաբերում ես, որ Աստված քեզ ողորմություն ցուցաբերած է։ Եթե ոչ ասես, մի խոսքով կաբլիցի ներողություն այս արդարության Աստծո երեսը թքած կլինենք, ասելով, որ մենք ավելի լավ գիտենք քեզանից։ Կաբլիցի։ Եթե իմ բզդիկ խելքովս ես ուզում եմ ասել, որ Աստված ինքը իր երած փրկակորձությունը ոնց որ թերի մի հարց ունի, խնդիր ունի, ես եթե լինեի այսպես չէի սարքեր այս բոլոր փրկակորձության այս հարցը, արարչակորձությունը, մեղքի ներկայությունը, Աստծո գերիշխանությունը, մարդու բարդավորվածությունը, դու ուզում ես ասել, որ դու Աստծուց ավելի լավ գիտես։ Այս սատանայի ոնց որ այդ մտածելակերպը որտեղում ես, այդ հասկացողությամբ, ես կամ դու, բայց այդպես չէ։ Ինչ որ Աստված անում է, շիդագա, արդարա, բարիա։ Ոչ թե հագարակը, ոչ թե ինչ որ մենք կարծում ենք արդար է, բարի է, շիդագ է, ուրեմն սա լավն է, Աստված պետք է այդպես մտածի անել։ Ոչ։ Մեր մարդկային դրամապանությունը շատ ահավոր ցևով խաբեպա է։ Ոչ թե միայն իբր հավատացյալներ, ոչ հավատացյալները նույնպես։ Շատ անգամ մենք հավատացյալներս խաբում ենք, որովհետև դակավին այդ մարդկային մեղավոր այդ բնույթը մեր մեջ պայքարում է մեր հոգևոր բնույթին եւ մենք մեր բանականությունը չի ուզում հնազանդվել Աստծո խոսքի հայտնության, նրա համար է որ մենք ոնց որ հորինում ենք տարբեր վարտաբերություններ քրիստոնեական այդ հովանի դակ անվան դակ, որբեսի մենք Աստծո արդարացնենք իր արդարությունը բաբանենք, կարծես թե Աստված մեզ պետք ունի։ Չէ, Աստված չի կարող այդպես անել։ Աստված մեզ ազատ կամք տված է։ Դու հասկանում ես ինչ եղավ, եթե մի բարդեզում։ Մեր ազատ կամքը մենք մեր ցերկովը տվեցինք սատանային եւ գործրեցինք դա։ Եվ այսօր մենք մարդ առած ազատ կամք ունի, օրինակ, չգիտեմ, եթե սա քյաբաբ լիներ, սա քյաբաբի հաց է, քյաբաբ ուտում ես, եթե դա օրինակ խորոված լիներ, խորոված, որ մեկ ուզում ես այսօր ուտել։ Սա բնական ազատ կամք դակավի մարդը բաբանում է, natural free will, տեր հոնա, բնական ազատ կամքը հոնա։ Ուզում ես ավտո, ինչ ավտո եք ունի, կամ ինչ տորտ, գարմիր տորտ, գաբույտ ավտո, գարմիր ավտո, ինչ ուզում ես, ասենք թե վերգալել։ Բայց սա բնական մարդկային ազատ կամք է, ոչ թե հոգևոր, պարոյական մարդկային ազատ կամք է, որ Աստծո խոսքի համաձայն է։ Սրա մեջ էլ խորհուրդը։ Այն առումով, որ Աստված մեր օրգանիզմը նենց է ստեղծել, եւ մեր օրգանիզմը ինչ որ պետք է կարիք ենք զգում ցանկ, որ պիտի պետք է օրգանիզմի իմունիտետի համար եւ դու ցանկանում ես դա
որովհետև դու չես հասկանում ինչա կատարում։ Այսինքն Աստված էսել է սահմանեցնել, ուզում ասեմ, իր գերիշխան ոնց ասեմ, բառը ամենակարողության սահմաններում ասում էսել է դրել, որ գիտակ մենք չհասկանալով ցանկանանք մի բան ուտենք, որ դա մեզ պետք է այդ բանը։ Շատ լավ, առաջ որ մեր հարցերին անդրադառնանք, Ասկանի Էրիկա, ուրեմն աղոթքով փակենք, հետո հարցերը կարող ենք շարունակել եւ ուզում եմ որովհետեւ անջատել տեսալով աղոթենք Հայկ ջան, հետո անջատենք։ Հայկ ջան, քո աղոթքով կարանք։ Սիրելի հայ, գալիս ենք քո առջև, գոհանում ենք Տեր այս պահի համար, այս ժամերի համար, որ ցանկացար հավաքես այստեղ բոլորիս Տեր միաբանես քո խոսքի շուրջ։ Շնորհակալ ենք Տեր բոլոր մեր ապրած կյանքերի համար, ժամանակի համար, որ քո խոսքի շուրջ ենք ուզում ապրել Տեր, քո կամքի մեջ ենք ուզում լինել Հայր։ Փառք ես Տեր, դու ես միակ մեր Տերը եւ Փրկիչը։ Գոհանում ենք քեզնով ամեն օր եւ ուզում ենք, որ միշտ քո խոսքի մեջ լինենք, քո կամքի մեջ լինենք, Տեր Աստված, դու ես արարիչը մեր, ստեղծողը Տեր, եւ ամենը ինչ որ քեզ է հաճո, ուզում ենք որ տենց լինի Տեր, ինչպես որ դու կկամենաս։ Խնդրում ենք հիմա ազատ արձակես մեզ, օրհնես մեզ բոլորիս, մեր տունը թող ամենը քո կամքով լինի։ Շնորհակալություն Հիսուսիս պատվավոր անունով ենք խնդրում, ամեն։ Ամեն։ Կարող ես անջատել, Հայկ ջան, մերսի։ Ամեն։